Ղազարյան impeachment-ի թեմայի շուրջ նոր զարգացումներ առաջ քաշեց ձեր կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Էդմոն Մանուկյանն այսօր արդեն տեղեկություններ կան, որ Մանուկյանը բանակցում է վեհապարի հետ, որպեսզի այնուամենայնիվ նրա համաձայնությունը ստանա Միքայել Աջապայանի մասով, դուք ինչ տեղեկություններ ունեք այս առումով։ Ես վերջի ձեր ասածի մասին ես իսպայն տեղյակ չեմ իհարկե եւ չեմ բացառում դա, որովհետեւ այդ նախաձեռնությունը, որը մենք ունեցանք պարոն Մանուկյանի առաջարկով, կարծում եմ, որ բոլորդ էլ վկայեք, որ շատ կարճ ժամանակահատվածում ըստ էության կոնսենսուս առաջացավ երկու դիմադիր խմբակցությունների մասնակցությամբ եւ ըստ էության 36 ստորագրություն պատրաստ է, որպեսզի հարցը մտնի օրակարգ եւ Միքայել Սրբազանը այն անձնավորությունն է, որը անառարկելի հեղինակություն է եւ հոգեվոր աշխարհում եւ նաեւ քաղաքական չեք բանանում, հա, իշխանության այն ջրաղացին ջուր չի լցվում, որ ասում են, որ հոգևորականները քաղաքականացվում են այս կերպ։ Գիտեք ոնց, չէ, գիտեք ինչ կա, չի կարելի ամեն ինչը շատ այսպես կոպիտասած սև ու սպիտակի վերածել։ Ասենք ինչ է նշանակում հոգևորը, հոգևորականը քաղաքացի է։ Ակնհայտ անհանգստություն կա, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումը ահագին անհանգստություն է մեր մոտ առաջացնում, կապված, ասենք, վերջին իրադարձությունների հետ, Ալիևի եւ այլ արտահայտությունների պահով։ Հիմա եթե հոգևորականը բոլորի կողմից ընդունված եւ հարգված գա եւ 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնան 26 թվականի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգևորականները կամ հոգևորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ, հոգևորականները մեր խնդրանքով, պատգամավորների խնդրանքով ընդամենը օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար եւ դա նույնիսկ չի։ Պատգամավորները կամ ինչ-որ երաշխիք, որ այնուհանդերձ կհամաձայնի, քանի որ արդեն մերժել է առաջարկել։ Ես վախենում եմ իմանալից խոսքեր ասեմ, որ վնասեմ այդ գործընթացին, որովհետեւ Միքայել Սրբազանը ասենք ես ինքս կներեք անհավատս խորը հարգանք եմ ունեցել այդ մարդու նկատմամբ, չճանաչելով իրեն, ես մի անգամ իրեն տեսել եմ, հանդիպել եմ 24 նյուզից դուրս գալուց, եւ որ ինքը ներս էր մտնում հարցազրույցի, ես հարցազրույցից դուրս էի գալիս, ես իրեն չեմ ճանաչել, բայց իր շատ հարցազրույցների, շատ բաների հետևել եմ եւ տեսնում եմ, որ այդ մարդը շատ ծանրակշիռ մարդ է եւ հարգանք է վայելում եւ շատ ներողություն։ Մենք ամեն մեկս, որ մենակ մեր գլխի տերը չենք, նույնպես եւ նաեւ Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որտեղ ինքը նիշա է զբաղեցրել, շատ կարևոր նիշա է զբաղեցրել եւ հետեւաբար կներեք հազար անգամ ներողություն, ինքը պարտավոր է, իր դիրքորոշումը փոխի։ Հազար անգամ խնդրում եմ, իհարկե խնդրանքով եմ դիմում բնականաբար, բայց ես կարծում եմ, որ ինքը այն անձնավորությունն է, որ հաշվի առնելով իր հեղինակությունը հասարակության մեջ հաշվի առնելով նորից եմ ասում պետության տարածած մարտահրավերները ինքը պարտավոր է։ Ասում եք հեղինակություն, անառարկելի հեղինակություն, հարգանք պատիվ այլն, դա ինչի հիմա վրա եք ասում։ Պնդում եք անում առանց Դե ես դա անում եմ, հիմա դուք կարող եք չհամաձայնվել, չէ, իհարկե սուբյեկտիվ է, բնականաբար սուբյեկտիվ է, իմ տեսակետը սուբյեկտիվ է, բայց բնականաբար ես նաև իրավունք ունեմ տեսակետը հայտնել, որովհետև ես այդ տեսակետը հայտնում եմ ոչ թե հենց այնպես օտիզմ ստված, ասենք ես նույն բանը չեմ ասի Բագրատ Գալստանյանի մասին, բնականաբար էլի սուբյեկտիվ կարծիք իհարկե, բայց ես իր մասին ասում եմ, որովհետև ես տարիների վեր հետևել եմ իր խոսքին, իր հարցազրույցներին եւ չեմ կարող ասել Նիկոլ Փաշինյանից մեծ այդ հնարավորությունը ես չունեմ, որովհետև այդպիսի գնահատականներ տամ, որ մեծ վարկանիշ ունի, թե մեծ վարկանիշ չունի։ Այստեղ խնդիրը այն է, որ Միքայել Սրբազանի սուրճ կոնսոլիդացիան առաջանում է եւ կառաջանա անկասկած ես վստահություն ունեմ, որ կառաջանա նաեւ լայն այսպես կոչված կոնսոլիդացիա հասարակության մեջ եւ մենք հնարավորություն կունենանք, ասենք այն տերմինոլոգիան, որ պարոն Ասլանյանը եւ ես օգտագործում ենք պարոն վարչապետի հասցեին, որ ինքը սպառել է իրան որպես ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, սոցիալապես, քաղաքականապես, կարող է դա սխալ տեսակետ
մեր նախկին գործընկերները կարող է պատահի գտնում են, որ ոչ թե սպառել է իրան, այլ հոգնել է, դե հոգնել է, թող է թամի 3 ամիս հանգստանա, ռեստարտ անի իր մոտեցումների մեջ եւ գա ներկայանա ժողովրդին 26 թվականին։ Ինչ ված բան եք ասում։ Ռազմական հեղաշրջման միջոցով պետք է իշխանությունը հեռացվեր։ Ով ասում։ Միքայել Սրբազանը։ Դուք ասում եք հոգնել, ինքը ասում է պետք է ռազմական հեռացում։ Դուք դատավոր եք։ Սիրուն աղջիկ։ Չեմ, ես ընդհանրապես արձանագրում։ Դե արձանագրում եք, դուք ինձ եք արձանագրում, որ ամենախիստ դատավորությունը խիստ եք արձանագրում։ Ներողություն։ Բանմեգության կախարդական գործը մնաց, ապրեք, եւ երկրորդը ով որ նման բան ասում եւ ապացուցում է, որ ինքը այդ խոսքերի տակը ինչ-որ բան կա, հենք կա, ինքը պիտի պատասխան տա օրենքի առաջ։ Եթե ես իմ համար քննարկելի չի։